Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ Ալիք, նրանք ովքեր նոր են միացել իմ Ալիքին, ասեմ, որ ես զարդերի կոլեկցիոներ եմ, հավաքում եմ վինտաժային եւ անտիկ զարդեր, ցուցադրում եմ դրանք իմ վիդեոներում, այսօր նույնպես կնայենք մի քանի զարդեր, շատ հետաքրքիր, մնացեք ինձ հետ մինչև վերջ, հետաքրքիրը դեռևս առջևում է, դե գնացինք։ Դե ինչ սիրելիներ, առանց ժամանակ կորցնելու անցնենք գործի, տեսնենք ինչ հետաքրքիր ու նոր բաներ կան նայելու։ Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է, դե գնացինք։ Սկզբի համար ցույց տամ այս գեղեցիկ վինտաժային աքսեսուարը շարֆերի համար նախատեսված։ Շատ գեղեցիկ զարդ է։ Ուսումնասիրենք նաև ներսի հատվածը։ Ահա այսպես դնեմ այստեղ մեկ անգամ եւս հիանանք այս գեղեցկությամբ ու անցնենք առաջ։ Մեկ այլ գեղեցկություն Դեմասկին տեխնոլոգիայով պատրաստված շատ հիասքանչ բրոշ։ Դեմասկին բրոշների վրա օգտագործվել է 24 կարատանոց ոսկեջրած մետաղալարեր, նյութեր։ Տեսնում եք, բրոշը ամբողջովին հավաքված է այդ մետաղալարերով։ Ներսի հատվածը նայենք, տեսնում ենք, որ բարդ կոնստրուկցիայով պատրաստված բրոշ է, փականից հասկանում ենք, որ խորը վինտաժային բրոշ է։ Ահա։ Դեմասկին տեխնոլոգիայի սիրահարները շատ են, քանի որ գիտակցում են, թե ինչպիսի դժվար ձեռագործ աշխատանք է արված եւ նաեւ թանկարժեք նյութեր են ծախսված։ Ցույց տամ մեկ այլ գեղեցկություն, այս հրաշալի, հրաշագեղ ժանյակային թիթեռը, տեսնում եք, երկու տաք թևերով, ինչպես բնության մեջ է հանդիպում, թիթեռնիկների թևերի կառուցվածքը ունի, դարձյալ ոսկե ջրված բրոշ է, ունի մարկիրովկա, բոլորիս հայտնի Մոնե ընկերությունն է։ Մոնեն շատ է սիրել թիթեռներ արտադրել եւ ես ունեի այս տիպի եւս մեկը։ Այդ թիթեռնիկի թևերը կարծես ցանց լինեին, այդպիսի տեխնոլոգիայով էր պատրաստված, իսկ սա ավելի նախշազարդված թևեր ունի եւ իսկական թիթեռնիկին շատ ավելի մոտ է։ Այն մյուս բրոշը Մոնե թիթեռնիկ ռետրո ոճի էր։ Դնենք այստեղ այս գեղեցկությունը մեր աչքի առաջ ու շարժվենք առաջ։ Ցույց տամ մեկ այլ գեղեցկություն ռետրո ոճի, այս գեղեցիկ ականջողերը Օրենա բրենդի, ֆրանսիացիները շատ են սիրում այս բրենդը, Օրենան եւ Տարատատան նրանց սիրելի ընկերությունն է բիժուտերիայի։ Երկուսն էլ գործում են մինչ օրս, կան առկա են բուտիկները, բայց գները բուտիկներում աստղաբաշխական բարձր են, ոսկեազարդերի գների կարելի է ասել։ Դե բնականաբար Փարիզում է գտնվում կենտրոնական մասնաճյուղը, գիտենք, որ այնտեղ գները շատ բարձր են։ Փարիզյան գներ կարելի է ասել։ Շատ ուրախ եմ, որ ձեռք բերեցի այս ռետրո ոճի էմալապատ հիասքանչ ականջողերը, շատ գեղեցիկ են, շատ տպավորիչ, վինտաժ շիկ, ինչպես ասում են։ Մեկ այլ վինտաժային գեղեցկություն, թվիդային տեսք են հաղորդել այս ականջողերին, պոտ Շանել կարելի է ասել, Շանելի տունն է սիրել նմանատիպ ականջողեր արտադրել, որովհետև թվիդային կոստյումների հետ նույն կոլեկցիային է պատկանել այդ զարդերը, Շանելին բնորոշ թվիդային կոստյումներին։ Սա նույնպես ճանաչված եւ սիրված բրենդ է։ Այս ականջողերը նույնպես բրենդային ականջողեր են եւ մշտապես ակտուալ բոլոր ժամանակների համար։ Այս տիպի ականջողերը կարծես ստեղծված են բոլոր ժամանակների համար եւ երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից։ Եթե ռետրոյի սիրահարները քիչ են, ապա նմանատիպ ականջողերինը պոտ Շանել մշտապես ակտուալ է այդ թեման։ Մեկ այլ գեղեցկություն լուցիտային էլեմենտով
իրական գույնը այս կենտրոնական էլեմենտի կանաչ է, բայց չգիտեմ ինչու կամերան փիզուզագույն է ցույց տալիս։ Ինչն է պատճառը, չեմ կարող ասել, որ միշտ գույները կարծես չի համընկնում։ Տեսեք փականները, ահա այսպիսի փականներով ամորտիզացվող Սառը Կովինցիին բնորոշ փականներով գեղեցիկ լուծիտային էլեմենտով ականջողեր։ Ինչ ճոխություն է, չէ, այստեղ տիրում, ապա հիանանք միասին։ Կրկին անգամ։ Այս գեղեցկությամբ։ Հիմա եկեք հիանանք մեկ այլ գեղեցկությամբ, այս բրոշը, տեսեք ինչպիսի խոշոր բրոշ է, չափսերով մասիվ եւ շատ ունիկալ բրոշ է, քանի որ ունի մի քանի պլյուսներ։ Դրանցից առաջինը, որ տեսնում ենք, դա բրենդն է, Ագաթա բրենդը, փարիզյան, որը դեռևս գործում է մինչ օրս, արկա է Լաֆայետ բրենդ ամխանութներում, բարձր դասի բիժուտերիա է եւ կրկին սիրելի ֆրանսուհիների կողմից։ Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել այս բրոշը ավելի մանրամասնորեն, քանի որ արժանի է, կարծում եմ իմ կարծիքով, ուշադրություն հրավիրել նրա վրա։ Ուրեմն բրոշը հասկացանք, որ Ագաթա բրենդին է պատկանում, ահա մարկիրովկան ռետրո է, ունի 3 պլատֆորմա, 1, 2, 3 հարթակներից բաղկացած բրոշ է, ու բրոշը ունի նաև պերլամուտրային արկայություն եւ տեսեք լուծումը, այդ պերլամուտրային թիթեռները այնքան բարակ են կտրատել եւ դիզայներական լուծումով տեղավորել այս ներսի կարկասի վրա։ Շատ նուրբ աշխատանք է կատարված, շատ հիասքանչ կատարում է այս բրոշը, ունի դիզայներական լուծում։ Հիմա այսպիսի փախլավայաձև լուծումները շատ ակտուալ է ժամանակակից արվեստի գործերի մեջ, լինի քանդակներ, լինի ինտերիերի համար առարկաներ եւ բավականաչափ բարձր են վարձատրվում դիզայներները այդ աշխատանքների դիմաց։ Սակայն այս բրոշը վինտաժային է, ինչպես տեսնում եք փականից 1950-ականներին կատարված բրոշ է, ինչը ավելի է բարձրացնում նրա արժեքը եւ նաեւ ժամանակակից բրոշ կարելի է համարել, քանի որ ունի ժամանակակից լուծումներ, ակտուալ է այժմ նույնպես, ունի նաեւ լուծիտային ականջներ, աչքեր, որոնք ավելի խորաթափանց տեսք են հաղորդում այս բրոշին, շատ հիանալի կատարում է եւ արժանի է մեր ուշադրությանը, դրա համար փորձեցի ավելի մանրամասն ներկայացնել այս գեղեցիկ ունիկալ բրոշը։ Առաջին անգամ է ինձ հանդիպում Ագաթա բրենդի բրոշ, որը ունի այսպես պերլամուտրային ծածկույթ։ Դետալները մոզաիկայի պես հավաքված է, ինչպես տեսնում եք բրոշի վրա, եւ դրա հաշվին գունային գաման փոփոխվում է, ավելի խորություն հաղորդելով այս թեթև, շատ թեթև բրոշին, շատ հիանալի կատարում է, ինձ շատ դուր եկավ, հետաքրքիր է։ Հիմա անցնենք ավելի լուրջ գործերի, լուրջ այն իմաստով, ոչ թե ընկերությունն նկատի ունեմ, այլ դեսա պարզ է, որ կատակ զարդերի թվին է պատկանում շատ կանայք, միգուցե իրենց էլեգանտ տարիքին հարմար չգտնեն նմանատիպ բրոշ կրելու, բայց այն զարդերը, որոնք հիմա ցույց կտամ, ավելի էլեգանտ տարիքին բնորոշ զարդեր են Սվարովսկու քարերով, եւ այս խանութը, բուտիկը գտնվում է ճիշտ Ագաթա բուտիկի կողքին, մեր Լաֆայետ խանութում։ Այդ խանութի ներսում գործում են միայն բրենդային ապրանքանիշեր, Dior, Karl Lagerfeld, Yves Saint Laurent եւ շատ այլ տարբեր տեսակի կատեգորիաների ապրանքանիշեր, որոնց կողքին է նաեւ Swarovski-ն եւ Ագաթան, այդ բուտիկները գտնվում են այդ խանութի ներսում կողք կողքի։ Ուզում եմ ասել, որ համարժեք է այս Ագաթա բրենդը Swarovski բրենդին համարժեք է։ Հիմա նայենք ինչ գեղեցկություն կա այս գեղեցիկ տուփի մեջ, իսկ դուք գիտեք, որ Swarovski-ն ունի նաև մարգարտե
զարդեր։ Ես այդ մասին իմացել եմ վերջի 1-2 տարիների ընթացքում, նախկինում չգիտեի, որ Սվարովսկին նույնպես ունի մարգարիտներ, որ հնչում է Սվարովսկի, քեզ թվում է, որ միայն այսպիսի փայլուն քարեր ինքը ունի եւ վերջ, ու կրիստալներ, բայց Սվարովսկու մարգարիտները օգտագործել են նաև Մոնե ընկերությունների բրոշների վրա, դրա համար Մոնե ընկերության մարգարետ բրոշները շատ ավելի մեծ պահանջարկ ունեն, որովհետև շատերը գիտակցում են, որ օգտագործել է Սվարովսկու մարգարիտներ եւ շատ որակյալ են, բացի այն, որ Մոնեն օգտագործել է Սվարովսկու մարգարիտներ, նաև ոսկե պատման եղանակը Մոնե ընկերության շատ բարձր է, նա առաջինն է այդ տեխնոլոգիան մշակել եւ նաև առաջինն է եղել, որ թողարկել է կլիպսներ։ Այո, դուք ճիշտ լսեցիք, առաջին անգամ կլիպսներ արտադրել է Մոնե ընկերությունը։ Դրա համար շատերի կողմից սիրված է, բայց հիմա շեղվեցինք, իհարկե մենք խոսում էինք Սվարովսկու մասին, պարզապես մարգարիտների շուրջ ծավալվեցի ես մի փոքր, տեսնում եք ինչպիսի նուրբ շղթա ունի, այս վզնոցը կարող են կրել ցանկացած պարանոցի լուսանցք ունեցող մարդիկ, քանի որ բավականաչափ երկար է, բայց ունի ռեգուլե անելու տարբերակ, այսինքն կարելի է կարճացնել, երկարացնել ըստ ցանկության։ Մարգարիտը ուղղակի անզուգական է, անթերի, շատ գեղեցիկ է։ Հիմա անցում կատարենք մեկ այլ աշխատանքի։ Պատրաստ եք տեսնելու այս գեղեցկությունը, դե եկեք բացենք տուփը, տեսնենք ինչ կա ներսում։ Վաու, ինչպիսի շքեղություն, ինչպիսի գեղեցիկ կրիստալ։ Այո, սա նույնպես պատկանում է նույն ընկերությանը, ինչպես տեսնում եք, հիմա նայենք ինչպիսին է վզնոցը, իրականում կրիստալը նայեք բազմաշերտ է և որի արդյունքում լույսի արձագանքը ինքը մի քանի անգամ ավել է վերցնում։ Ուղղակի հիմա արև չկա մեր պատշգամբում և այդ գեղեցկությունը կրիստալի այդքան լավ չի արձագանքում լույսի ազդեցությանը, բայց համենայն դեպս այն, որ ինքը բազմաշերտ է, դա հստակ երևում է։ Հիմա արձակեմ կարտոնից և տեսնենք ինչպիսին է շղթան։ Նույնպես երկարավուն է, ռեգուլե անելու տեղ ունի և այստեղ նշված է, որ վզնոցը ոչ թե նիկելապատ է, այլ հիմա մոտեցնեմ մի քանի անգամ 18 կարատանոց ոսկեպատման տեխնոլոգիայով մշակված շղթա է, այսինքն խոսում է այն մասին, որ որակը ունի գարանտիա, երբեք չի կարող փոխել գույնը այս շղթան, սևանալ կամ դեղնել կամ ժանգոտել, քանի որ պատված է 18 կարատանոց ոսկե ջրով, բայց այնուհանդերձ պետք է ուշադիր լինել, որպեսզի ընդհանրապես բյուժետերիայի վրա, արծաթեղենի վրա օծանելիք չցանել, սկզբում պետք է օծանելիքը ցանել պարանոցին, ապա նոր տեղադրել վզնոցը, որովհետև ամեն դեպքում սպիրտային մասը օծանելիքի կարող է վատ ազդեցություն ունենալ զարդերի վրա, այդ թվում նաև արծաթի և ոսկու կապ չունի։ Հիմա նայենք մյուս գեղեցկությունը, սիրելիներ, մյուս կրիստալը Սվարովսկու։ Սա էլ արդեն արևաշող երանգների մեջ, շատ գեղեցիկ կրիստալ է, դարձյալ բազմաշերտ, տեսնում եք ինչպիսի գեղեցկություն ունի, բազմաշերտ աշխատանք, մոտեցնեմ, տեսնենք այս կրիստալի գեղեցկությունը նույնպես, անընդհատ կարելի է հիանալ, շարունակաբար կարելի է հիանալ այս գեղեցիկ կրիստալով, մի քանի շերտից է ինքը լույսը արձակում, քանի որ կրիստալի բյուրեղները բազմաշերտ են, այդ իսկ պատճառով կրիստալը մի քանի շերտով է լույսը արձակում, բնականաբար արևի տակ մի քանի անգամ ավելի կշողշողա այս կրիստալը, այսօր
մեր պատշգամբում անպամած է։ Նայենք շղթան, սիրելիներ, եւ ճիշտ նույն չափսի է շղթան, ինչ որ նախորդը, եւ կրկին շղթայի վրա արկա է 18 կարատը։ Ահա, այստեղ նույնպես նշված է, որ 18 կարատանոց ոսկեպատման տեխնոլոգիայով կատարված շղթա է, այն երբեք ենթակա չէ կոռոզիայի քայքայման կամ ժանգոտման, եթե իհարկե ճիշտ պահպանեք։ Պահպանումն էլ գիտեք, խոնավ միջավայրում չենք պահում զարդը, մեր վզին չենք լողանում եւ իհարկե օծանելիք չենք ցանում վրան։ Մնացած բաները ոչ մի կերպ չեն կարող ազդել այս գեղեցկության վրա։ Անդադար կարելի է հիանալ, դա դեռևս արևի բացակայության ներքո է այսպես փայլում։ Բա պատկերացրեք երևանյան շոկ ամառվա ընթացքում կարծես մի կտոր արև ունենա, այդպիսի տպավորություն կթողնի։ Կարծես կյանքի խորհրդանիշեր լինեն արև եւ ջուր տարբերակներով, այն ինչ խիստ անհրաժեշտ է կյանքի համար։ Անդադար հիանում եմ ես այս ստեղծագործություններով։ Ու ինչ եմ ուզում ասել, տեսեք, լոկանիկ զարդ է, չէ, ընդամենը մի երկրաչափական պատկեր, եղանկյուն։ Չնայած, որ հասարակ լոկանիկ լուծումներով զարդ է, բայց այն շատ շքեղ է, շատ ճոխ է նայվում։ Կրիստալը այնքան գեղեցիկ է, չափից ավելի զարդին նագրուս կատալը սխալ կլիներ, ավելի ռաբիս կլիներ, եթե ինչ-որ այլ լուծումներ գտնեին, բայց այս զարդին իսկապես անուն դնել անհնարին է, այս զարդերին, այս մոդելին նկատի ունեմ, որովհետև բոլոր ճաշակի մարդկանց համար է նախ, հետո պարտադողական չէ, որ անպայման ինչ-որ հագուստի հետ կրես դասական կամ քեժլ, ամեն ինչի հետ կարելի է կրել եւ ամեն գույնի հետ կապ չունի ինչ գույնի հագուստ կա մեր վրա, քանի որ բնական գույներ են այս կրիստալները, բնական գույների մեջ են այս կրիստալները, ամեն գույնի հագուստի հետ հնարավոր է կրել։ Մի խոսքով շատ արժանի զարդ է, որը ունենա իր արժանի տեղը իմ կոլեկցիայում, կարծում եմ, որ շատ-շատերի դուր եկավ այս զարդը, մեկնաբանություններում գրեք, ինձ հետաքրքիր է իմանալ, թե հատկապես որ գույնը ձեզ դուր եկավ։ Ինձ երկուսն էլ դուր են գալիս, բայց ավելի շատ արևաշող երանգը, ավելի ցիտրինային գույն ունի, ինչ դուք գիտեք, որ ես ցիտրին շատ եմ սիրում, եւ ինձ առհասարակ դուր են գալիս ցիտրինային գույնի ցանկացած զարդեր, բայց կապույտն էլ է իմ սիրելի գույնը, երկնագույն գույնի վերնաշապիկներ, ջինսեր շատ եմ հագնում, ընդհանրապես իմ լուքերի մեջ կապույտը գերակշռում է ավելի քան վարդագույնը։ Ընդհանուր առմամբ ես միատոն եմ սիրում հագնվել, պրինտերով զգեստներ, վերնաշապիկներ շատ հազվադեպ է, պետք է շատ ինձ դուր գա նոր, հիմնականում միատոն եմ հագնվում։ Այդ իսկ պատճառով ինձ համար դժվար չի զարդերը համադրելը, քանի որ միատոն հագուստների հետ շատ հարմարավետ է ցանկացած զարդ համադրել, որովհետև միատոն հագուստները ծառայում են որպես կտավ ինձ համար, բազա, կարծես կտավ լինեն իմ զարդերը ավելի արտահայտիչ ներկայացնելու համար։ Այս Սվարովսկու մարգարտե վզնոցը նույնպես շատ էլեգանտ է, շատ գեղեցիկ է, երեք վզնոցներն էլ շատ էլեգանտ ու շատ գեղեցիկ վզնոցներ են, մարգարիտը կլասիկա է, տեսնում եք մոդելի տարբերությունը, սա կլասիկա է, սա ավելի ավանգարդ ոճի է, բայց նաև հնարավոր է կրել որպես կլասիկա այդպիսի զարդ է, ունիվերսալ զարդ է այս մոդելը, բայց մարգարիտ սիրողների համար իհարկե այս տարբերակը անփոխարինելի է, Սվարովսկու մարգարիտ բոլորն են ցանկանում ունենալ։ Բայց այնուհանդերձ կապ չունի, որ մարգարիտը կլասիկա է, մարգարիտը հնարավոր է կրել հասարակ սպիտակ թիշորթերի հետ, անգամ ոսկեգույն հաստ շղթաները սպիտակ մայկայով ավելի էֆեկտնի են երևում ու շատ մոդայիկ են, քան սև զգեստների վրա։ Դե իհարկե կապ ունի նաև ինչ միջավայրում ես գտնվում, եթե տոնական հանդիսավարության ես գտնվում հարսանիքի նշան դրեքի որևիցե ռեստորանում, մայեչկա չես հագնի գնալ,
այդ միջոցառմանը, պարզը ինչ որ էլեգանտ շորտ պետք է հագնես, եւ այս երկու տարբերակներն էլ այս մարգարիտով եւ այդ կրիստալներով բզնոցները շատ համահունչ կնայվեն այդ պարագայում, բայց ուզում եմ ասել նաեւ առօրյա կյանքում նրանք նույնպես շատ գեղեցիկ են նայվում։ Հիմա որևիցե ժամանակից առավել շատ նորաձև է մայեճկաների հետ կրել մասիվ զարդեր, այսինքն խոշոր վզնոցներ մետաղական, մարգարիտների բազմաշերտ շարաններ, միասին բազմաթիվ անգամներ այցելեցինք Զարա խանութները, չէ, այնտեղ էլ կորոլային իմիտացիայով, մարգարիտների իմիտացիայով բազմաշերտ շղթաներ էին ցուցադրված, ինչը իրենք մատուցում են հասարակ միատոն թիշորտերի, մայեճկաների հետ, եւ պատկերացրեք շատ գեղեցիկ են նայվում, միգուցե զարմանալի թվա, բայց եթե ինչի են հիմա ավելի շատ այդպես մասիվնի վզնոցներ ներկայացնում վաճառքի մաս-մարքետային խանութներում, որովհետև ամառը բոլորը գնում են արձակուրդ եւ բնական է ավելի ռասլաբլինի հանգիստ հագուստներ են կրում իրենց արձակուրդի ժամանակ, մայեճկաներ, սարաֆաններ եւ մի քանի պարզ հագուստի տեսակներ, շորտերի հետ թեկուս այդ մայեճկաները, որոնք իրենք համաձում են այդպիսի բազմաշերտ վզնոցներով, շատ ճոխ զարդերով, որ մեր պատկերացմամբ դա հնարավոր է կրել միայն միջոցառումների ժամանակ սև զգեստի վրայից։ Բայց պատկերացրեք, որ եթե ուշադրություն դարձնեք նորաձևության ամսագրերին կամ մոդայի ցուցադրություններին, եթե դուք իհարկե առօրյայում չեք փորձել դրանք կրել, վատ չեն նայվում։ Այդքան ճոխ էլ չեն նայվում, ինչպես կնայվեր սև զգեստի վրայից տվյալ զարդը։ Ուզում եմ ասել, որ միշտ զարդերը ակտուալ են ցանկացած լուքերի ժամանակ, ցանկացած աղիքների ժամանակ, եկեք զարդարենք մեր կյանքը մշտապես գեղեցիկ զարդերով, այսպիսի փոքրիկ բաներով բարձրացնենք մեր տրամադրությունը եւ ունենանք հաճելի օր, սիրելիներ, ինչը մաղթում եմ նաեւ այսօր ես իմ զարդերը դրա համար եմ ցուցադրում, որպեսզի բարձրացնեմ ձեր իսկ տրամադրությունը, սիրելիներ, ինչպես նաեւ իմ, այո, ինչ ես մենակ դնեմ այս զարդերը հիանամ, ինչ ձեր հետ բնականաբար մեկ չէ, եւ նաեւ միասին հիանում ենք իմ գեղեցիկ գարտենզիայով, ահա այստեղ, տեսեք ինչպես է ծաղկել, ինչ շքեղություն է այստեղ տիրում, անընդհատ պատուհանից աչքս գցում եմ այս փնջի վրա ու շարունակ հիանում եմ այս գեղեցկությամբ, բազմաթիվ անհամար անթիվ ծաղիկներ է ինձ պարգևել այս գեղեցիկ գարտենզիան։ Մի խոսքով այսպես իմ ուրախությունով մշտապես կիսվում եմ ձեր հետ, սիրելիներ, դուք էլ ուրախացնում եք ու ջերմացնում եք իմ սիրտը ձեր հաճելի կոմենտներով, այնպես որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է, երբեք մի զլացեք, մի ջերմ խոսք ասել, թեկուզ ձեր հարազատին, թեկուզ ձեր տան անդամին, այդ ջերմ խոսքը ոչ միայն նրա սիրտն է ջերմացնում, այլ նաև ձեր տրամադրությունն է բարձրացնում, մի խոսքով եղեք մշտապես ուրախ եւ ամենակարևորը առողջ եւ մնացեք ինձ հետ կրկին տեսնելու շատ գեղեցիկ զարդեր, հաճելի անցկացնելով ձեր օրը։
Սիրելիներ, պակա մնացեք միշտ ուրախ, առողջ ու երջանիկ, ուզում եմ բոլորիդ տեսնել միշտ ուրախ, կրկին իմ յութուբյան ալիքում կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը ու լայքեք, ցտեսություն, au revoir, à bientôt, à très vite, մինչ նոր հանդիպում։